Բա ժողովուրդ ջան, վատ բան է, երբ անտեղի մեղադրվում ես, անընդհատ ես եմ կոկորդ պատռում, վիճում որոշ շտապօգնության բժիշկների հետ, թե որ գիտեք մահացած կա, ինչու հետները ցավան չեք բերում, հետո մի խելապակաս նկարում է մահացածի մարմինը, գցում սոսցանց, վերջում էլ ինձ են մեղադրում, թե բա ինչի ես դին նկարել, նախ ես չգիտեմ, թե մահացածների մարմինները նկարողները մարմնի որ մասով են մտածում ու հետո բժիշկներ, եթե առողջապահության նախարարությունը ձեզ օրական սավան է տրամադրում, ինչու չեք բերում, կարող է ձեր կաշվից եք պոկում, միայն մի բան իմացեք, ամեն անգամ, երբ առանց սավանի եք գալիս, անեզքների եք արժանանում։ Մուղնիի մոտ տեղի ունեցած դեպքին կանդրադառնանք քիչ անց։ Հիմա առաջարկում եմ հասկանանք, թե երեկոյան պիկ ժամին ինչ է տեղի ունեցել մայրաքաղաքի Միաստիկյան պողոտայում։ Անկեղծ ասած չէի զարմացել, որ վթարի մասնակից մեքենաները լուրջ վնասվածքներ էին ստացել։ Դե Միաստիկյան պողոտա ենք ասում, մայրաքաղաքի արագընթաց ճանապարհներից մեկն է։ Զարմանալին մեքենաների ստացած վնասվածքներն էին ու դիրքը։ Ժողովուրդ ջան, մի վարքան ես կոն։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Դեպքի վայրում հավաքված երիտասարդներին աջ ու ձախ հանում էի, քանի որ բոլորը կանգնել էին հետքերի վրա, իսկ ինչպես գիտեք, ավտոտեխնիկական փորձաքննության համար թիվ 1 փաստերը հետքերն են, ու նրանք մրջյունների պես հավաքվել ու չէին գնում, բայց դե հենց իրենք օգնեցին գտնել այս հանելուկային վթարի պատասխանը։ Նկատի ունեմ հանգամանքը, որ Միաստիկյան պողոտայի այս հատվածում մեքենաները մի ուղղությամբ են ընթանում, բայց ինչպես տեսնում եք, թե BMW-ի, թե դժվար անունով այս սպիտակ մեքենայի առջևի հատվածներն են վնասված, ինչը նշանակում է, որ բախումը ճակատային է եղել։ Այդ խփողը ուր է։ Էսանարի։ Խփողը ստե ոնց կգարկացներ։ Խփողը խփողը կարող չի փախե։ Եվ ուրեմն պարզվում է, համենայն դեպս դեպքի վայրում հավաքվածներն էին ասում, որ այս BMW-ն դեպի Աճարյան փողոց ընթանալիս է եղել, երբ բախում է տեղի ունեցել Հոնդայի ու նրա միջև։ BMW-ի վարորդն էլ կորցնելով մեքենայի կառավարումը անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, բախվել մյուս ավտոմեքենաներին։ Ամենայն դեպս, դատելով մեքենաների վնասվածքներից, այս վարկածը կյանքի իրավունք ունի։ Պարեկները ստուգում էին դրա հավաստիությունը, ինչ վերաբերում է վթարի վիճակագրությանը, ապա 3 հոգու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտաբօգնության խումբը տեղափոխել էր հիվանդանոց։ Մարգարավ Վանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհ։ Կասեք Շամշան, չօգնեցիր, դու կարող ես տեղ գործ մորս տուն տեղ ունես, որ այդ կողմերից հետ չես գալիս։ Ճիշտ էլ կասեք, ժողովուրդ ջան, բայց հետ չգալու մասով, թե չէ ինձ ուրա տենց բախտ, տուն տեղ, չկա շաբաթ, որ այստեղ մի վթար տեղի չունենա։ Հեսա, այդ նույն ճանապարհին ենք, ավելի կոնկրետ Ափնայից Հարթավան գյուղ տանող ճանապարհին, որտեղ ինչպես տեսնում եք, Նիսսանն ու Օպելը իրար նենց են բախվել, որ երկուսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։ Այս դեպքում էլ ագործել Զակոն Պոդլսցին։ Բախման պահին երկու մեքենաների վարորդներն էլ մենակ չեն եղել։ Ընդհանուր առմամբ 6 մարդ էր վիրավորվել։ Ասացին, որ սրտացավ քաղաքացիներից բացի նրանց օգնության են հասել Ապարանի եւ Ծաղկովիտի շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Հետո մի մասին տեղափոխել են Ապարան, մի մասին էլ աշտարակ բժշկական կենտրոններ։ Հեսա կանդրադառնամ աշտարակի հիվանդանոցի շտաբօգնության խմբերի օյնբազություններին։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են փորձում վերամբարձ կռունկով մեքենաները դուրս բերել դաշտից։ Մեջներ երեխա չկա, չէ՞ վիրավորների։ Բայց ինչ ուզում եք ասեք, էս էլ հեշտ գործ չի։ Պետքա լիքը նրբությունների տիրապետես, որ կարողանաս մեքենաները անվնաս դուրս բերել։ Մոռացա էլ ճշտեի, թե ով ասենք էս կռունկի ծախսերը հոգում։ Ժամանակին գոյություն ուներ ճանապարհային ոստիկանություն ու գայիշնիկները իրենց գրպանից էին վճարում։ Սա մի հարց էր, որ տևական ժամանակ լուծում չէր ստանում։ Ու չփորձեք ասել, թե վարորդներից տուգանք չգրելու դիմաց փող էին հավաքում։ Թող այդ վերամբարձ կռունկների ծախսն էլ իրենք հոգային։ Լիքը ազնիվ գայիշնիկ գիտեի, որոնք նաև սրտացավ են։ Մյուս անգամ խոստանում եմ պարզել, թե ով է ի վերջո հոգում այս կարգի տեխնիկաների ծախսը։
Այսպես կքաշի, այսպես Չենք հեռանում չարաբաստիկ դարձած այս ճանապարհից, ավելի ստույգ տեղափոխվում ենք 19 կիլոմետր Մարգարավ Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի M3 ճանապարհի 78-րդ կիլոմետր։ Երբ տեղեկացա, թե ժամը քանիսին է տեղի ունեցել Mercedes-ի Gaz 31-ի ու Volvo Magnus-ի մեքենաների բախումը, հասկացա, որ կատարվածում կարող էր դեր ունենալ նաև մթնշաղը։ Ժամանակահատված, երբ մարդու աչքերը դեռ նոր պետք է կտրվեն լույսից ու ինտեգրվեն մթին։ Volvo-ի վարորդնա պատմում է աչքի տեսածը, կսկտուր լսվեց, որ 31-ը ընթանում էր դեպի ապարան, իսկ դա նշանակում է, որ Mercedes-ն էլ հակառակ ուղղությամբ էր գնում։ Կհարցնեք, այսինքն էլի գործ ունենք ճակատային բախման հետ։ Հա, ժողովուրդ ջան, առանց չափազանցության միջհամայնքային ճանապարհների ամենատարածված խախտումն է, այսինքն նեղ ճանապարհ, վարորդներից մեկի խելքին փչումը աբգոն անել ու փորձը փորձանքա դառնում։ Տեսնում եք, Volvo-ի վարորդը մատնացույց է անում, որ հատվածին է Mercedes-ը հարված է։ Այո, երկու մեքենաների բախման հետևանքով նաև այս բեռնատար Volvo-ն էր տուժել, բայց իհարկե սա չէր ամենասարսափելին։ Ինչպես տեսնում եք, 1 հոգի տեղում մահացել էր, 4 հոգու էլ տեղափոխել էին ապարան բժշկական կենտրոն։ Քիչ անց այս կենտրոնից ոստիկանները ահազանգ ստացան, որ վիրավորներից մեկն էլ մահացավ։ Էս եք ուզում, չեք կարողանում վերահսկել ձեր ադրենալինը ու մի քանի րոպե ուշ տեղ հասնել։ Հե, հասակ, ուղակի ահավորա։ Անիվին էլ է խփել։ Ես ասեմ, սա քերելով գնացել է հեսա։ Աչ պայի խոտ կտաս հետո կեթաս գնաչ, աչ, լրիվ աչ։ Չարժվի։ Շիկ։ Ահա եկանք նաև Աշտարակ ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի մոտ, որտեղ առավոտյան ժամը 9-ի սահմաններում շղթայական խոշոր վթար էր տեղի ունեցել, որի մասնակիցները երկու Mercedes-ներն էին ու Mitsubishi-ն։ Սարսափելի վիճակ էր տիրում։ Պարզ երևում էր, որ մեքենաները բացել են մեծ արագություններ, այլապես նման կարգի վնասվածքներ չեն ստանա։ Հասնելով դեպքի վայր, հասկացա, որ վթարի մասին ահազանգողը ամենևին էլ չէր խտացրել գույները, երբ ասում էր, թե Շամշան, շուտ հասի։ Խոշոր վթարի հետևանքով կարծես զոհել կա։ Թե ինչն է եղել վթարի պատճառը կդժվարանամ ասել։ Մեքենաների ստացած վնասվածքներից կարելի է հակասական պատկերացում կազմել։ Փաստն այն էր, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց։ Հեսա հասանք արդեն։ Ու էլի շտաբօգնության մեքենան դեպքի վայր է հասել առանց սավանի։ Դուք էլ կհաստատեք, թե քանի անգամ ենք բժիշկներին զգուշացրել, թե հոգեբանական տեսանկյունից որքան կարևոր է մահացածի մարմինը հնարավորինս շուտ ծածկելը, բայց ոչ, Աշտարակի հիվանդանոցի շտաբօգնության բրիգադը հերթական անգամ առանց սավանի էր եկել, ու եթե մի լավ չկշտամբենք ու կապուտ գույնի սավանը չբերեին, իրավիճակը էլի կարող էր դուրս գալ վերահսկողությունից։ Այս երթևեք էլի սավան տվեք է դիակը թագիկ էլի։ Նախորդ շաբաթ ճշտեցինք, որ առողջապահության նախարարությունը հիվանդանոցներին օրական սավան է տրամադրում։ Լավ, միուժելի կարելի է գործի նկատմամբ նման բեզալաբերնի վերաբերմունք ունենալ։ Ճիշտ էր ասում Վայե Ղազարյանը, ամեն մի խելապակաս գալիս նկարում է մահացածին, հետո տարածում սոցցանցերում, վերջում էլ սլակները իմ ուղությամբ են թեքվում, հարգելի բժիշկներ, հատկապես Աշտարակի հիվանդանոցի, եթե գնում եք դեպքի վայր, անպայման սավան տարեք, թե չէ ոնց որ լրագրողը գնա նյութի առանց գրչի։ Ու կրկին ողբերգություն, բայց այս անգամ Արմավիր մարզում։ Հարուստ բազմամյա փորձս հուշում է, որ այն դեպքերը, երբ վթարի մասնակից է եղել 07-ը, մեծամասամբ ավարտվել են ողբերգությամբ։
Երևան Արմավիր ավտոճանապարհին կատարվածը ցավոք բացառություն չեղավ։ Ժամը էլի խնդրահարույց էր 18:30, էլի մթնշաղ ու էլի ֆիզիոլոգիական նրբություններ, չնայած ինչ ֆիզիոլոգիական, նայելով այս արծաթագույն Մերսեդեսի արջևի հատվածին հեշտ չէ ասի, որ վարորդին մթնշաղը նեղել է, սենց վնասվածք միայն մեծ արագության դեպքում կարելի է ձեռք բերել։ Այնպիսի ժխոր էր տիրում, նենց անցուդարձ էր, որ մարդ չէր կարողանում հասկանալ, թե ինչ աստեղ տեղի ունեցել րոպեներ առաջ։ Պարզ էր միայն մի բան՝ վթարի մասնակից էին 3 Մերսեդեսներն ու 07-ը, բայց նկատեցիք, որ այս տեսանյութի վթարված մեքենաների երևի 80%-ը Մերսեդես են։ Հասկացանք, դաբրոդնի ժեշտ ունեք, բայց դա չի նշանակում, որ անընդհատ այն պիտի փորձարկեք։ Ինչևէ, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել էր, մեկին էլ տեղափոխել էին Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Հարգելի վարորդներ, Երևան Արմավիր ճանապարհն էլ լավ վիճակում։ Փոխանակ վայելեք, սարքում եք ձեր վերջին հանգրվանը։ Իրոք արդեն հոգնածուցիչ է պարզ ու ակնհայտ բաների մասին անընդհատ զգուշացնելը։ Եվ վերջում սպանության մասին, որը հերթական անգամ եկավ ապացուցելու, որ մեր հասարակությունում թացը չորի հետ խառնվել է։ Ժամը 18:30-ի սահմաններում իրավապանները ահազանգ են ստանում, թե շուտ հասեք Եղիշե Թադևոսյան փողոցի այսինչ հասցեն։ Ստեղ ոնց որ դանակարություն է եղել։ Րոպեներ անց Շենգավիթի համայնքային ու Երևանի քրեական ոստիկանները համոզվում են, որ ահազանգը կեղծ չէր։ Կադրերը հենց դրա վկայությունն են։ Աչ ու ձախ այրանետքեր, որոնք պատմում էին րոպեներ առաջ այս տանը տեղի ունեցած ողբերգության մասին։ Հաշված րոպեներ են պահանջվում ոստիկաններից ու քննիչներից գործը բացահայտելու համար, բայց ոչ թե որ նրանք մերօրյա Շերլոկ Հոլմսերն են իրենց դեդուկցիայի մեթոդով, այլ որովհետև դանակահարողը հենց ինքը հանձնվեց, պարզվեց, որ նախին կնոջն է դանակահարել, դանակահարելը մեղմ ասված, հասցրել է դանակի 9 հարված, այդ ինչ կարգի պիտի լցված լինես, որ ձեռքդ 9 անգամ չդողա։ Ստացված մարմնական վնասվածքներից կինը հենց տեղում մահացել էր։ Հետո պետք է լրատվամիջոցները գրեին, որ ամուսինների միջև վեճը ծագել է տան պատճառով։ Հետո պետք է տեղեկանային, որ սպանողի որդին ոստիկանությունում ժամանակին բարձր պաշտոններ է գրավել, կոչումով գնդապետ, իսկ սպանվածի կինը, նրա խորտմայրը աշխատել է շրջակա միջավայրի նախարարությունում ու տարբեր պաշտոններ զբաղեցրել։ Կասեք դե կենցաղային հարցերի շուրջ վեճ է, չէ ժողովուրդ ջան, վախենամ շատ ավելի խորքային է ու մեր վիճակը իրոք բուրդ է։ Խելքի հաշեցեք, բռնել ենք կործանման ամենահեշտ ու կարճ ուղին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։